Նորմալ է, որ Փաշինյանը հոգևորականների մասին սեռական բնույթի բառապաշար է օգտագործում։ Ոչ։ Նորմալ չէ։ Ինչու է նման բան ասում ձեր կարծիքով։ Ես միայն կարող մի բան ասեմ, որ Փաշինյանը էդի մարդ չի։ Սա Հայաստանը կորտանել է։ Տեսել եք գրառումը նրա։ Ինչ։ Տեսել եք գրառումը։ Այո, իհարկե տեսել եմ։ Ես իջովանից եմ, իրան փոքրից եմ ճանաչում։ Թող հենց ինձ տեսնի, իր դպրոցից եմ եղել։ Ինքը տղամարդ չի, ինքը մարդ չի։ Ժողովրդին խաբեց, դուխով, ու սաղեն տարավ, այ երաբլուր։ Եմ տղանել եմ երաբլուրում պարկս։ Տղան խաբեց։ Այսօր բան չեմ կարող ասել։ Mən կարամ ասեմ Փաշինյանը մարդ չի։ Ոսո։ Դպրոցական տարիքում էր նման վարք դրսևորում։ Գիտեք ոնց էր։ Ինքը վախում էր դպրոցական ժամանակ։ Ասենք մի բան էր անում դպրոցում, վազում էր դասատուների պատում էր, երեխեքը ծեծում էին իրան։ Այդ տենց էր։ Ու երևի դրանից ասենք չի սիրել իր դասարիններ, երեխեքին։ Այդտենց անցել է իրական։ Ես ծեղեր չեմ ապրում, չգիտեմ։ Չեք տեսել Փաշինյանի գրառումը։ Ճիշտ ասած, հոգևորականների հասցեին չգիտեմ, բայց ինչ մնում է Աստծո հասցեին թող ինքը հոգևորական այդքան էական չի, կարևորը մարդ Աստծո հասցեին չասի։ Տեսել եք գրառումը։ Ճիշտ ասած թեթև տեսել եմ, հա։ Ինչ է նման բանանում երկրի ղեկավարը ձեր կարծիքով։ Ես չգիտեմ։ Չեմ կարող ասեմ, էլի։ Ամեն մարդ իր կարծիքը ունի, էլի եկեղեցու հանդեպ։ Էդի չես կարա մարդուն քննադատեք, ինչ ձևի կարծիք ունի այդ մարդը եկեղեցու հանդեպ։ Բնովի է մարդ ինչ կարա կարծիք ունենա եկեղեցու հանդեպ։ Ես ուրիշ կարծիք ունեմ, դուք ուրիշ կարծիք ունենաք։ Չեք կարա մարդուն քննադատեք։ Ամեն մարդ ազատ կամք ունի։ Ու մարդ իրավունք չունի դիմացինի կարծիքը քննադատի։ Ով ուզում է ալնի։ Հետև Աստված մարդուն ազատ կամք է տվել ու ընտրելու հնարավորություն։ Ստում ես, ուտենց բան ես չեմ լսել։ Խայտառակություն։ Ոչ։ Ինչու են տեսել եք գրառումը Նիկոլ Փաշինյանի։ Ոչ։ Ոչ, նորմալ չի, բայց չեմ ուզում։ Ոչ։ Տեսել եք գրառումը։ Ոչ։ Բայց իրան շատ բաներ ենք լսում։ Մեկ վարդան եթե դենչեք։ Սա։ Ախր ինք ինչ կարա խոսա ուրիշ։ Հիվանդ մարդ է։ Բնական է։ Ուրիշ ոչինչ չենք սպասում իրանից։ Շիզոֆրենիկ հիվանդ է, բալես։ Իրոք ինքը հիվանդ է։ Իր տեղը հոգեբուժարանում է։ Էդի այլապես չի կարող լինել։ Հոգեբուժարանում, դա հիվանդ է, շիզոֆրենիկ։ Տեսել եք այսօրվա գրառումը։ Հա, տեսել եմ։ Խայտառակություն։ Ինչու է թիրախավորում եկեղեցուն ու հոգևորական։ Դե ասում շիզոֆրենիկ հիվանդ է, չգիտի ինչ է խոսում, չգիտի ինչ է անում։ Իրոք եմ ասում։ Ինքը այլապես չի կարող։ Ինքը բոլորի վրայով անցել է։ Այս մի մատերիխու վրայով էլ անցնելու վաղը միսօր։ Հիվանդ է մարդը։ Սատանա է նա, սատանա։ Ավելի լավ է չպատասխանեմ։ Տեսել եք գրառումը։ Չէ, չեմ նայում, շնորհակալ եմ։ Իհարկե ոչ։ Տեսել եք գրառումը։ Իհարկե ոչ։ Իր ամեն ինչը ոչ է։ Ինչքանով եք վստահ, որ դա իրոք իր ասած է։ Որովհետև շարունակական գրառումների շարք է եւ նա չի էլ հերքել նույնն էլ Աննա Հակոբյանն է։ Իր էջում էլի եկեղեցուն հոգևորականներին թիրախավորում։ Եկեղեցին իհարկե չէ, բայց հոգևորականներ կան, որ իրոք արժանի են, բայց ոչ։ Բայց նման գրառումներին չեմ հավատում։ Կարծում եք ինչ որ կոտրել են էջը Փաշինյանը։ Շատ հնարավոր է։ Շատ ուրախ եմ, որ այս հարցը տալիս եք Փաշինյանի դեպքում, Փաշինյան չի նախ ինքը, Դավաճան Նիկոլա, իր դեպքում ես այս նորմայի հարցը չեմ դնում։ Ինքը արդեն զարգացման, ես չգիտեմ որ մակարդակին է գլորվել, նույնիսկ մարդկային զարգացման չէ։ Ես հիմա այլ հարց եմ դնում, որպես հայ քրիստոնյա, եթե եկեղեցու կողմից համապատասխան արձագանք չլինի, սա իմ հավատի արժեքին է կպնում։ Ես նույնիսկ չեմ կարողանում հանգիստ խոսել սրա մասին։ Ես խնդրում եմ իմ հոգևոր դասին, իմ կաթողիկոսին համապատասխան արձագանք տալիս երևույթին, այլապես մի ամբողջ ազգի հավատ կոտրվում է։ Ոնց կարելի է մի ամբողջ ազգ վարյա գնում։ Նա կորած մարդ է, նա ընկած մարդ է, նրան կարելի է միայն կարեկցել, միայն կարելի է խղճալ։
Հիմա ես եմ միայն մեղավոր եւ մենք բոլորս ենք մեղավոր, որ ինքը համապատասխան վայրում չի, որ ինքը դատված ճաղերի հետևում չի։ Այն ճուլանում, որտեղ որ ինքը պետք է լիներ։ Հիմա ամբողջ ազգը այս վիճակի մեջ է եւ սպասում է եկեղեցուց համապատասխան քայլի եւ իմ կողմից որպես հայ, որպես քրիստոնյա, որպես մարդ, ով որ ունի մարդկային արժեքներ, ես հիմա պատրաստ եմ ամեն ձևով պայքարել, որ այս ամոթի մեջ չապրենք մենք։ Նույնիսկ հանգիստ խոսել սրա մասին չի լինում։ Ես ամաչում եմ այս վիճակից։ Իսկ այսօրվա գրառումը տեսել եք։ Այո, տեսել եմ, ինձ համար ես չեմ զարմանում։ Այդպիսին է, մարդկային անկումը այսպիսին է։ Ով է զարմանում, որ Նիկոլը շատ ավելի ցավալի տեղ է մեզ հասցնելու։ Մենք սպասում ենք մինչև որ սահմանին հասնի։ Հասկանում եք, արդեն անդունդ է, արդեն գնալու տեղ չկա։ Ինքը դավաճան է, ինքը չարիքի կրող է, ինքը նպատակաուղված քանդում է մեր ամբողջ ազգային գիտակցությունը։ Սա ուղղակի քայլեր չի, որ ինքը անում է։ Լավ, ինքը այդպիսին է, բա մենք, բա ես որպես հայ, ոնց կարող եմ սա թույլ տալ։ Ես չգիտեմ այսօր ինչ են անում բոլորը, ոնց են քնում, ոնց են արթնանում, մեռնում ենք, մենք որպես տեսակ մեռնում ենք։ Դա շատ ցավալի է եւ որպես ես կրկնում եմ եկեղեցուց ես սպասում եմ որպես առաջնորդի մեր հովիվներից եկեղեցուց կաթողիկոսից համապատասխան արձագանք այլապես հավատն է կոտրվում եւ դա ամենասարսափելին է որը կարող է պատահել